Կավակերտ, Մարդակերտ, Երաստիճան 7 սրբարան տաճարային մի համալիր իր սրբարաններով։ Եվ ամեն տարի Զատկին գալիս են մեծամոր եւ անունը բացատրում են այսպես մեծ մայր, մեծ մոր մոտ։ Անահիտն է, հա։ Նո անահիտ ըստ իսկ մեծամորի ֆենոմեններից մետաղի առումով առաջնահերթը Անագն է։ Անագ ըստ տարբեր ուսումնասիրությունների հայկական լեռնաշխարհը շատ աղքատ է կամ գրեթե չունի։ Բարև ձեզ, այսօր Մակուր պատմության իմ զրուցակիցն Տեր Արտավազդ Զաքյանը, ով հնագետ է եւ ով 2012-2019 թվականին Բեցամորի Արքելոս թանգարանի տնօրենն էր եւ հիմա Երևան Պետական հումանիտար քոլեջի դասախոս է եւ նաեւ ամբեշտի պեղումների ղեկավար է։ Մենք խոսել ենք Մեծամորի մասին, մենք խոսել ենք այն մասին, սկսել ենք դեռ այն ժամանակվանից, երբ նոր էր պեղումնավայրը բացվում, խոսել ենք նաև թե ինչ նյութեր են այնտեղից գտնվել, խոսել ենք թե ինչ վիճակում է թանգարանը եւ ընդհանրապես ինչ հասարակության հետ մենք գործ ունեինք Մեծամորում, ով էին ապրում, ինչով էին զբաղվում, շատ հետաքրքիր հաղորդում է ստացվել։ Անպայման դիտեք այդ հաղորդումը, անպայման այցելեք Գրականության արվեստի թանգարանում բացված ժամանակավոր ցուցադրությունը, որը կոչվում է Ոսկի արվեստ եւ առեղծված, Մեծամորի նվիրված Մեծամորի նյութերի հիման վրա է այն կառուցված, այն ստեղծված, եւ անպայման այցելեք Մեծամորի թանգարանը եւ սիրեք պատմությունը։ Արտավազդ ջան, ողջույն։ Ողջույն։ Լավ առիթ է հանդիպելու է խոսելու, որտեղ նաև մեր լսողներին տեղեկացնեմ, որ Գրականության եւ արվեստի թանգարանում բացվել է Մեծամորին նվիրված ժամանակավոր ցուցադրություն եւ 1 ամիս կլինի մինչեւ ապրիլի կեսը, չէ՞, ասեցի։ Ապրիլի 25-ը, այնպես որ շատ ժամանակ չունեք, անպայման օգտագործեք ձեր այս ազատ օրերը, չգիտեմ, շաբաթ-կիրակի երեխաներին վերցրեք եւ գնացեք, շատ հարուստ, շատ հետաքրքիր հավաքածու է եւ հենց դրա մասին ենք խոսելու այսօր Արտավազդի հետ, ով այդ գործի մեծ գիտակն է եւ առաջի հարցը որ կուզեմ տամ այդ ֆոն բան էլի համատեքստը ներկայացնենք, հասկանանք երբ վանից սկսեցինք մենք այս հնավայրը պեղել, երբ վանից սկսեցինք զբաղվել իրենով, ինչպես սկսվեց, լավ, այդպես ասեմ։ Մեծամոր հնավայրը գիտությանը հայտնի է մոտավորապես 1930-ական թվականներից Եվգենի Բարբուրցյանի կողմից առաջին այսպես հետազոտական աշխատանքներն են արվել։ Հետագայում արդեն 1959-60 թվականին թանգարանային ոլորտի մասնագետները լավ կիմանան այս անունը, Լավրենտի Բարսեղյանի կողմից որոշակի աշխատանքներ են կատարվել, մի քանի դամբարան է պեղվել եւ 1963 թվականին Գիտությունների ակադեմիան մեծ արշավախումբ է ձեռնարկել, որտեղ եղել են եւ հնագետներ եւ երկրաբաններ։ Եվ երկրաբանի եւ հնագետի այսպես համագործակցությունը տվել է իր մեծ արդյունքը։ Հնագետը այն ժամանակ դերևս երիտասարդ եւ պատմական գիտությունների թեկնածու դերևս Էմմա Խանզադյանն էր, իսկ երկրաբանը Կորյուն Մկրտչյանը։ Այս երկուսը հիմք դրեցին Մեծամոր հնավայրի ստեղծմանը, ուսումնասիրմանը, պեղմանը, բացահայտմանը։ Եվ արդեն 1970 թվականին Կորյուն Մկրտչյանի ջանքերով բացվեց թանգարանի շենքը։ Շատ գեղեցիկ Մակաբե Մանուելյանի ճարտարապետ Մակաբե Մանուելյանի կողմից, իսկ Մակաբե Մանուելյանը նաև նախագծել էր Գիտությունների ազգային ակադեմիայի կողքը գտնվող մեխանիկայի, մաթեմատիկայի եւ երկրաբանության ինստիտուտների շենքերը, շատ այլ շենքեր, այնպես որ բավական հայտնի ճարտարապետ էր եւ իր նախագծով կառուցում է թանգարանը։ Իսկ թանգարանը առաջին մինչեւ 1980-ական թվականների սկիզբը լեռնամետալուրգիական գործի պատմության թանգարան էր կոչվում։ Հա, հետաքրքիր է։ Շարունակություն 80-ական թվականներ, 82-3 թվականին արդեն Էմմա Խանզադյանը միայնակ շարունակեց ուսումնասիրությունները մինչև գրեթե իր մահը, մինչև 2006 թվականը։ Այս Էմմա Խանզադյանի ժամանակ պեղումների ընթացքում 40 եւ ավելի տարի պեղած հայտնաբերվել են բազմաթիվ շերտեր հնագիտական էնեոլիթից մինչև միջնադար։ Պեղվել են մեծ բնակատեղին իր միջնաբերդը պալատական տնտեսական շինություններով։ Պեղվել են առանձին
Կավակերտ, Մարդակերտ, Երաստիճան 7 սրբարան տաճարային մի համալիր իր սրբարաններով։ Ուսումնասիրվել է արդեն Էլմա Պարսամյանի կողմից աստրոֆիզիկոս ուսումնասիրվել է այսպես կոչված երկնային դիտումների համար նախատեսված հարթակ աստղադիտարանը։ Հսկայական դամբարանադաշտ, 120-ից ավել շարքային դամբարաններ, 17 դամբարանաբլուրներ։ Հայտնաբերված նյութերը 28000-ից ավել միավոր հանձնված են թանգարանին եւ պահոցներում են, մի մասն էլ բնականաբար ցուցադրվում է։ Եվ արդեն հաջորդ շրջանը սկսվեց 2010-ականների սկզբին պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ, սկզբում հայկական արշավախումբ էր աշխատում, այնուհետև ձևավորվեց հայ-լեական միջազգային արշավախումբը, բավական մեծ արշավախումբ, բավական լուրջ մասնագետների ներգրավմամբ, տեխնիկական միջոցների ներգրավմամբ եւ ուսումնասիրությունները մինչեւ այսօր շարունակվում են։ Հա, իսկ անվան հետ կապված մեծամոր մենք ասենք գիտենք ոնց է այդ բնակավայրը ինչ է։ Մեծամոր, տեսեք, կա գիտական եւ այսպես մասնագիտական բացատրությունը եւ կա մի փոքր այլ բացատրություն։ Մասնագիտական բացատրությունը Երկուսն էլ հետաքրքիր է։ Իհարկե։ Ուրեմն մասնագիտական բացատրությունը հետեւելն է։ Նախ մենք չգիտենք այս բնակատեղի անունը։ Մինչեւ այսօր այսքան տարի պեղված մենք չունենք սեպագիր կամ գրային որևէ աղբյուր, որտեղ նշվի թե որ քաղաքն է կամ բրոնզեդարյան որ քաղաքն է կամ միջնադարյան որ քաղաքն է, բայց եւ այնպես հնագետները Կորյուն Մկրտչյանը եւ Էմմա Խանզադյանը պայմանականորեն այս բլրին եւ ուրեմն բնակատեղին անվանեցին Մեծամոր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղով է հոսում, կողքը հենց հոսում է Մեծամոր գետը։ Մեծամոր նշանակում է ճահճոտ տարածք, սև տարածք եւ այլ։ Եվ այսօր էլ այդ տարածքը այդպեսին է։ Եվ կա այսպես ոչ գիտական, բայց նաև որոշակի շրջանակներում ընդունված տեսակետ, դա էլ գալիս է հայ հեթանոսներից, ովքեր այսօր որոշ կան եւ իրենց տոներն են նշում եւ այլն, եւ ամեն տարի զատկին գալիս են Մեծամոր եւ անունը բացատրում են այսպես մեծ մայր, մեծ մոր մոտ։ Անահիտն է, հա։ Նո անահիտ ավստայության։ Այսպես են իրենք էլ մեկնաբանում, բնականաբար հետագա ուսումնասիրությունները գուցե մի օր տան այդ քաղաքի անունը։ Հա, հետաքրքիր է։ Իսկ բանը, եթե մենք ասիր որ ինքը մետալուրգիայի, հա, գործարան է եղել, բան, դա երևի կապված է եղել ինչ որ առանձնահատկության հետ։ Մետաղաձուլարանն է եղել մեծ, ինչն է առանձնահատկությունը։ Այսպես ասեմ, կան մի փոքր նախապատմություն, Կորյուն Մկրտչյանը երկրաբան, ինքը իր հետազոտություններն անելով, հողի շերտերում ուսումնասիրություններ կատարելով, տեսավ, որ մնացորդները շատ են, այդ մետաղի հալեցման հետքերը շատ են, եւ հասկաց անալիզների արդյունքում տեսավ, որ անագի պարունակությունը այդ շլակում, այդ թափոններում 1%-ից բարձր է։ Սա խոսում է այն մասին, որ սա բնական չի, այսա ուրեմն արտադրական տարածք է։ Եվ իհարկե պեղվեց մի հսկայական տարածք, այսպես ասենք, հալոցներով, մետաղաձուլարան ենք մենք պայմանական անվանում, հալոցներով, իր նաև որոշակի ենթակառուցվածքներով, կաղապարներով, բրեկետներով, որոնք նաև այսպես ասենք նորարարություն էին բրոնզի դարում, երկաթի դարում, երբ կենթանի ոսկորը աղացած եւ կավի հետ խառնած վառարանում վառում էին, դնում էին վառարանում, հնոցում եւ հանկաքարից ավելի ցածր ջերմաստիճանի տակ ինքը ավելի շուտ այդ մետաղը կորզում էին։ Իսկ մեծամորի ֆենոմեններից մետաղի առումով առաջնահերթը անագն է։ Անագ ըստ տարբեր ուսումնասիրությունների հայկական լեռնաշխարհը շատ աղքատ է կամ գրեթե չունի։ Եվ անագը բերվել է հայկական լեռնաշխարհ եւ դեպի Կովկաս երկու հիմնական ճանապարհներով, դա արևմտյանն էր, Իսպանիայից, նույնիսկ Անգլիայից, տարածքներից, այն ժամանակ երկրները չկային, փյունիկացիների միջոցով, եւ երկրորդը Իրանի հյուսիսում եւ Աֆղանստանի այդ Բադախշտանի լեռների անագն էր։ Թե որն է, մի քիչ դժվար է հիմա ասել, բայց այնուամենայնիվ Մերձավոր Արևելք այս երկու կողմից էլ ներթափանցել են եւ անագ մեծ քանակությամբ ունենք ու շատ հետաքրքիր մի այլ բան։ Ըստ էության մեծամոր հնավայրը Մերձավոր Արևելքում այսպես ասենք անագից առարկաներով ամենահարուստ հնավայրերից մեկն է, եթե ոչ ամենահարուստը։ Սա խոսում է այն մասին, որ
անագը, որը պիտի խառնեին պղնձի հետ եւ ստանային բրոնզ, օգտագործել են նաեւ զարդարանք պատրաստելու համար։ Իսկ սա արդեն խոսում է տվյալ հասարակության մոտ կամ գեր հարստության մասին, կամ շքեղություն է, կամ այլ նպատակներով, որովհետև մենք ունենք խետական տեքստեր եւ այլն, որտեղ խոսվում է անագը նաեւ չարխափան հատկության մասին, այսինքն չար աչքից պաշտպանելու, չար ոգիներից պաշտպանելու համար եւ այլն։ Եվ բնականաբար հաջորդը, որ մետաղի մասին է, դա ոսկին է։ Մեծամոր հնավայրը Հայաստանի հնագիտական հուշարձանների մեջ ամենամեծ քանակությամբ ոսկուց առարկաներ ունեցող հնավայրերից մեկն է, եթե ոչ ամենամեծը։ Պաստորեն, ծավալները շատ են, պաստորեն, հա։ Ծավալները քաշային չեմ ասի, թող գաղտնիք մնա, բայց հատիկներով բավական շատ են, դրանք ընդ որում տարբեր են, այսպես ասեմ։ Մենք ունենք մի ուլունքաշար, որ էլի Դամբարանից Էմմա Խանզադյանի ժամանակ է պեղվել, 21 ուլունքահատիկը իրար հետ կշռում են 0.25 գրամ։ Բայց միևնույն ժամանակ բնականաբար ունենք կախիկներ, որոնք 2-3 գրամ են կշռում։ Այսինքն, չէ, այսինքն իմ մոտ այն տպավորություն ստեղծվեց, որ ինքը պես մասնագիտացված մեծ, այսպես ձուլարանների, հա, մետաղաձուլական ինչ որ կենտրոն է եղել։ Եվ հենց դա բերել են տարբեր տեղերից, կենտրոնացրել են, արտադրել են, եթե միայն մնացյալն է այդքան շատ, ապա կարելի է պատկերացնել իր մասշտաբների գործ է եղել։ Հենց դա է, հենց հիմքը հանդիսացել, որ Կորյուն Մկրտչյանը առաջին ցուցադրությունը թանգարանի հենց լեռնամետալուրգիական գործի պատմության թանգարան էր բացել։ Իսկ արդեն հետագայում, երբ որ արդեն դամբարանները պեղվեցին, հսկայական բնակավայրում, բնակատեղիում ուսումնասիրություն պալատական հատվածներ, տաճարային համալիրներ եւ այլն պեղվեցին, բնականաբար թանգարանի ուղղվածությունն էլ փոխվեց եւ 1982-3 թվականին թանգարանի շենքը կար, բայց թանգարանի ներսում գետնափոր հատուկ զետեղարան կառուցվեց հենց հատուկ ոսկու ցուցադրության համար։ Այսինքն սա էլ գնահատեցին եւ հասկացան, որ նույն տեղում, այսպես ասենք, հավաքածուն պիտի լինի նույն տեղում եւ ցուցադրվի տարածքում առանց կտրվելու իրականությունից։ Կարևոր է, դա կարևոր է, բայց մենք մի քիչ այնց առաջ անցանք, մետաղին արդեն հասանք, բայց նշեցիր, որ մեր թվարկությունից առաջ կամ Քրիստոսից առաջ 5-րդ հազարամյակից է գալիս, այդ ժամանակվա ինչ նյութ ունենք։ Ցավոք սրտի էնեոլիթի կամ պղնձաքարի դարի 5-ից 4 հազարամյակների նյութը շատ քիչ է, այսպես է հմպանցիկ, ամենայն հավանականությամբ գետի ափին բլրի վրա Պարզ երկրագործ հասարակություն ապրել է որոշ չափով, շատ քիչ։ Հա, գետը դա պետք է որ լիներ։ Նյութը շատ քիչ է, այստեղ երկու շատ հետաքրքիր առարկա կա, մեկը փոքրիկ աղաման է ելուստներով, մյուսը կենաց ծառի պատկերով դրոշ, այսպես փոքրիկ կնիկ, մեծ քանակությամբ օբսիդիանից հատիկ, այսպես եւ շեղբեր ունենք եւ քերիշներ եւ այլն, ոսկորից որոշակի առարկաներ, իսկ կերամիկան շատ բեկորային եւ այսպես ավազախառն ոչ լավ որակի կավաման է։ Մեծամորը շատ այսպես երկու ես этап կառանձնացնեմ, դա վաղ բրոնզի դարաշրջանն է, որտեղ ուսումնասիրվել են կավակերտ կլոր կացարաններ, կենտրոնում օջախներով եւ այլն, եւ բավական հետաքրքիր նյութերով, եւ ունենք նաեւ հատակագիծը ուսումնասիրությունների ժամանակ արված, որտեղ բնակելի այդ կացարանները, կլոր այդ տները, կից ուղանկյուն ինչ-որ կցակառույցներով, կարծես թե թաղամասի կամ այսպես փողոցի երկու կողմերում գտնվող տների տպավորություն են թողնում, այսինքն կառուցապատման քաղաքաշինական բավական հետաքրքիր մոդել ունենք։ Բան ա եղել, հատակագիծ ա եղել։ Հա, հատակագիծը բնակավայրի, հա։ Լուսանկարներ կան մի քանի, ընդ որում եւ այսպես շատ խորհրդավոր թանգարանի ֆոնի վրա այդ կլոր կացարանները, այսինքն 5000 տարվա այսպես երկու շենք կամ երկու շինություն 5000-ամյա տարբերությամբ եւ բնականաբար հնագետի հետ աշխատելու ժամանակ ճարտարապետները հատակագծել են, փաստագրել են եւ դա մեզ պահպանվել է։ Եվ արդեն հաջորդ այսպես հզոր շերտը դա ուժբրոնզ եւ վաղ երկաթի դարաշրջանն է, որտեղ մեծամորը եւ հայնագիտության մեջ ուժբրոնզ վաղ երկաթը նաեւ մշակութային առումով կոչվում է Լճաշեն մեծամորյան մշակույթ։ Հա, իսկ եթե նաեւ էլի վերադառնանք վաղ բրոնզե դարյան այդ
կլոր, հա, ձվաձև հատակագծով, չէ, կիսա, այսպես կիսա։ Հա, կենտրոնում գերան, որի վրա նաև հենվում էր առաստաղը։ Այսինքն այդ ժամանակվա ճարտարապետական բանը ձևը էր։ Այդպես են այդպեսին է, ընդ որում բավական հետաքրքիր է, ինչու, որովհետև եւ ինչու հումաղյուս, որովհետև ինքը ունի ջերմամեկուսիչ հատկություն, ձմռանը տաք է պահում ներսը, իսկ ամռանը հով, այսինքն այսպիսի խնդիր։ Բացի դրանից ես երբեմն նաև իմ ուսանողներին այս ժամանակաշրջանի հուշարձանները ներկայացնելիս կամ տեղում աշխատելու ժամանակ բացատրում եմ, որ քարենքներ գլխին կցավար կամ կջարդվեր գլուխի, իսկ այստեղ հումաղուսը մի քիչ ավելի ուղղակի անվտանգ է, համեմատաբար անվտանգ է, հա։ Հա։ Լավ, գանք այն շատ ոսկիների մասին, ոսկի իրերի մասին նշեցիր, ոսկի հերակալը, հա, այդ ամենա երևի հայտնի բրենդն է եւ մենք դա անպայման ցույց կտանք մեր էկրանին, երբ որ դրա արդեն որ սկսես դրա մասին պատմես, ամենավաղ գտածոներից մեկն է, չէ՞, ճիշտ եմ պատկերացնում ոսկի Հայաստանի տարածքում գտնված եւ մի քիչ հարցս ավելի մեծացնեմ, այսինքն ինքը ինչ է հուշում տվյալ ժամանակաշրջանի սոցիալական շերտավորումը եղել ըստ երևույթի, հարուստներ են եղել աղքատներ, մի քիչ ուզում դրա մասին խոսես։ Մեծամորում մենք ըստ էության ունենք սոցիալական շերտավորման բազմաթիվ փաստեր եւ դրանք հիմնականում դամբարանային նյութով են երևում, իզուր չէր ասածս, որ կա մոտ 120 շարքային դամբարան եւ կա Էմա Խանզադյանի օրոք 17, հիմա արդեն 23 դամբարանաբլուր, մեր իմացած Կուրգանը կամ Բարյալ Մաունդը, դրանք հարուստների, տեսեք, չափերով ավելի մեծ եւ ավելի ճոխ նյութով, իսկ այդ ճոխ նյութը եւ անագներ, եւ ոսկիներ, եւ այլ նյութերը, հիմա վերադառնալով, այսպես ասենք, հերակալին, հայտնի, դա Բլրի գագաթի մոտ ժայռափոր ուրեմն արված թաղում է վաղ բրոնզեդարյան, որը տիպիկ չի վաղ բրոնզին, եզակի այսպես էլի յուրահատկություն ունի, մանկան դամբարանից է եւ թվագրվում է 3-րդ հազարամյակի սկզբով։ Քաշը մոտավորապես 5 գրամ է եւ հերակալ, այսինքն գլխի գանգի մոտից են հայտնաբերել, սա ըստ էության այսպես ասենք բրենդավորված է որպես Հայաստանի ամենահին ոսկու զարդ, թեև ցուցահանդեսի բացման ժամանակ իմ գործընկերների հետ այսպես զրուցելու ժամանակ չէ, մեր մոտինն ավելի հին, բայց ի վերջո բրենդավորված է, մեծամորինը ամենահինն է, այսպես ասենք։ Հա։ Իսկ մյուս ոսկիները, որոնք էլի մեծ եւ ճոխ դամբարանաբլուրներից են հայտնաբերված, այստեղ մենք ունենք եւ տեխնիկայի առումով բավական հետաքրքիր զոդում, ընդելուզում, ագուցում եւ այլն, այնպես էլ տեսականի ունենք։ Դրանք հասարակ գլաններից սկսած վերջացած ճոխ զարդեր են, կախիկներ են, լուսնաձև, այսպես ասենք, հյուսքեն շրջանակի մեջ խաչ նորից վերցված, ունենք եզակի գտածո, որը արծաթից գոտի է, վրան ապլիկացիա արված առյուծի կամ հիպարիոնների պատկեր, որոնց վրա կերխաչ կա, իսկ այդ կերխաչ մենք ունենք նաև կավամանի եւ դաչ մի կնիքի վրա, եւ այստեղ բավական հետաքրքիր մի պատմություն կա, տարիներ առաջ շփվելով նաև Երջանկայի շատակ Կորյուն Մկրտչյանի ընտանիքի հետ, իր արխիվը նայելուց, բավական հետաքրքիր պատմություն գտա, ուրեմն հումանիտար կամ պատմությամբ հետաքրքրվողները, եթե կարդացել են ճանապարհորդություն դեպի հին Բաբելոն աշխատանքը Քլենգել Էվելին Բրանտի, ով Բերլինի թանգարանի կուրատորներից էր, հայտնի, ինքը եղել է Հայաստանում եւ պեղումները կատարել Էմա Խանզադյանի եւ Կորյուն Մկրտչյանի հետ եւ ավելին այդ կերխաչով դաչ կնիքը ինքն է հայտնաբերել, շատ հետաքրքիր էր այդ կոնտեքստում տեսնել, այդ կոնտեքստը նույնպես բացահայտել որպես թանգարանի աշխատակից, որպես ուսումնասիրող, հետազոտող, այնպես որ այս առումով էլ կար եւ բավական հետաքրքիր է, որ այս մեծամորի ոսկու ծառարկաների շատերի վրա արված զարդերը մենք ունենք նաև կերամիկայի վրա։ Սա նույնպես ցուցիչ է տեխնիկայի, վարպետների տեղայնական լինելու եւ այլն եւ այլն։ Հա, իսկ այդ կերխաչը ինչ սիմվոլ է, ինչ։ Դե կերխաչը ընդունված է համարել որպես հավերժության, արևի խորհրդանիշ բնականաբար եւ սա ցավոք սրտի հայտնի
իրադարձությունների ժամանակ նացիստական Գերմանիայի իրեն վարկաբեկեց ոչ իր մեղքով, բայց հավատացեք, այդ թվում օտարերկրյա հյուրերը, երբ լինում են մեծամորում եւ այսպես մի քիչ ուշադիր են լինում եւ մենք էլ ներկայացնում էինք, զգում ես, որ հասկանում են, որ այո, այդ սիմվոլը ի վերջո արևի, հավերժության խորհրդանիշ է, այլ ոչ թե այն ամենը, ինչ որ նացիստները տվեցին։ Հա, այդ ինչի նաև մի քիչ ուզեցա խոսակցությունը տանեմ դեպի սրբատեղիների, կուրկերի, կան նման բան ունենք հավատալիքների հետ կապված, ինչ ունենք։ Հավատալիքների հետ կապված մենք ունենք ամբողջ, այսպես բոլոր կողմերից, առաջինը տաճարային մեծ համալիր 7 սրբարանից բաղկացած, ընդ որում ուժ բրոնզի դարով թվագրվող, բայց բավական հետաքրքիր, որ ինքը ուրարտացիների ժամանակ ավերվել է։ Ուրարտացիները ինչ որ շինարարության ժամանակ Պարիսպը դրել են հենց տաճարային համալիրի վրա։ Այստեղ կավայից պատրաստած մարդակերպ երաստիճան, ուրեմն աստիճաններով սրբատեղիներ են, զոհարաններ են, որտեղից բավական մեծ քանակությամբ առարկաներ նույնպես հայտնաբերվել են։ Ունենք բավական հետաքրքիր, այսպես վաղ բրոնզի դարով թվագրվող մի փոքրիկ կավակերտ կնոջ արձանիկ, ընդ որում գլխաշորով կամ գլխարկով, ընդգծված ստինքերով, ոտքերը ծալված, կարծես ծննդկանի դիրքով կանգնած լինի, բավական փոքր, բայց նաև շատ հայտնի, շատ այսպես վիզուալ առումով հետաքրքիր արձանիկ է։ Այլ արձանիկներ, կուրքերի պատկերներ նույնպես ունենք։ Մեծամորում բացի կանացիակերպ արձանիկներից, կավից եւ քարից, ունենք նաև տղամարդկային սկիզբ խորհրդանշող ֆալատիպ կոթողներ, որոնք թանգարանի կարծես նաև բրենդներից են եւ լուսանկարը երբ որ տնայում ես, միանգամից թանգարանի դիմաց շարված, հա, դրանք դամբարաններից են հայտնաբերվել, ըստ էության նորից վերածննդի գաղափարն են խորհրդանշել։ Տաճարային համալիրը բավական հետաքրքիր է եւ այսօր էլ ունենք այսպես ծածկված է եւ ցուցադրվում է եւ բավական աշխատանքներ հիմա նույնպես կատարվում են ամրակայելու, պաշտպանելու եւ սերունդերին փոխանցելու առումով։ Մենք ասենք ունենք այդ պատկերացումը ինչ աստվածությունների, ինչ էին պաշտում տեղացիները։ Այսպես ասեմ, ըստ էության այն նույն աստվածներին ինչ որ հետանցության ժամանակ, եթե աններ հայտնի չեն, բայց երկրագործության, արևի, տիեզերական մարմինների, չգիտեմ, անձրևի, ռազմի, բնականաբար, եթե զարգացած արհեստ ունես, բնականաբար արհեստագործության եւ այլն, այսինքն աստվածությունները նրանք էին, ովքեր իրենց օգնում էին ապրել, հաղթել, արարել, ստեղծել եւ այլն։ Ու այստեղ շատ կարևոր է տաճարային համալիրի եւ մետաղաձուլարանի հետ միասին համալիրի մաս կազմող կամ մեծամոր համալիրի մասը կազմող աստղադիտարանը։ Էլմա Պարսամյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այստեղից դիտումներ են արվել 2800-2600 թվականներին Քրիստոսից առաջ, մոտավորապես 4500 եւ ավել տարի առաջ, եթե ոչ ավել, եւ դիտել են Գառնան գիշերավասարի օրը, մարտի 21-ին Սիրիուսի ծագումը։ Եվ սա նույնպես քո հարցի նախորդ հարցին ինչին են պաշտել։ Երկրագործական օրացույց, երկրագործական տարվա սկիզբ եւ այլն։ Դա քրքիր է ու դրանապես որպեսզի մարդիկ ես միշտ այդ ինչքան հնագիտության հետ կապված թեմային կունենամ, որպեսզի մարդիկ պատկերացնեն ինչի մասն ենք մենք խոսում։ Այդ գտածոները ավելի հին էին, երբ որ Քրիստոսը նոր էր ծնվում, քան մեր հեռավորությունը Քրիստոսից, այսինքն որպեսզի մարդիկ պատկերացնեն, էլի։ Այդպես Եգիպտոսին էին, չէ՞, ասում բուրգերի հետ կապված, մենք առարկաներ ունենք, հա, որոնք բուրգերի տարիքին են։ Մենք առարկաներ ունենք, որոնք այսպես ասեմ, ժամանակակից են Նեֆերտիտի եւ այլն, եւ դրանք էլի գալիս են Եգիպտոսից եւ Բաբելոնից։ Եթե արի ուրեմն դրա մասին խոսենք, դա էլ է շատ հետաքրքիր։ Միջազգային կապերը։ Դու արդեն մի երկու բան նշեցիր, որ անակը բերում էին եւ Եվրոպայից, ընդհանուր միջև միգուցե Անգլիայից կամ Իսպանիայից, որը Եվրոպայի են ծայրամասային տեղերն են կամ նույնիսկ Աղվանստանից, որ էլի այդքան հեշտ չէր այդ ժամանակվա տրանսպորտային միջոցների կամ ռելիեֆի պարագայում,
ուզեմ հասկանամ այդ միջազգային կապերը, հա, ինչքանով են, ինչ ունենք մենք, որ պարզ ցույց է տալիս, որ ինչ որ մի տարածաշրջանների հետ կապեր կային։ Ուրեմն մեծամոր բնակատեղի դամբարանադաշտից, դամբարանաբլուրներից հայտնաբերվել են մի քանի առարկաներ, որոնք տեղական չեն, դրանք բերվել են Բաբելոնից եւ իրենց վրա ունեն արձանագրություններ։ Առաջինը, այստեղ ինձ համար կամ որպես հետազոտողի կամ որպես թանգարանային գործի մասնագետի, ինձ համար առաջնային երկրորդական չեն, ուղղակի ըստ հերթականության գանք։ Առաջինը ագաթից գլանաձև կնիկ է, որի վրա կա եգիպտական հերոգլիֆներով արձանագրություն։ Մեծ սանգար երկրի կառավարիչ Կուրիգալզու։ Եվ վրան կա պատկեր, ըստ էության թագավոր կամ բարձրաշխարհ, այսպես աստիճանավոր մարդ նստած գահավորակին, նրա դիմաց մեկ այլ մարդ է կանգնած, կերամիկա կա, այլ սիմվոլներ կան, մեր ընկերները կտեսնեն, եւ սա խոսում է այն մասին, որ այստեղ ընդ որում բավական հետաքրքիր է պատկերագրությունը, ինքը եգիպտական հերոգլիֆներով է գրված, հագուստի մի մասը այսպես բաբելոնական է, մի մասը կահկարասին, այսպես փյունիկյան է, այսինքն միքս է մի հատ հետաքրքիր, եւ մասնագետները կարծում են, որ սա Ամենխոտեպ 3-րդի ժամանակաշրջանում Քրիստոսից առաջ 16-րդ 15-րդ դարերում պատրաստված է։ Երկրորդը երկու առարկաներ են, դրանք կաոլինային կավից պատրաստված եգիպտական կնիկ դրոշներ են, սկարաբեյներ։ Ըստ էության դրանց վրա նույնպես կա գիր եգիպտական հերոգլիֆներով Հուրոսի, ըստ էության, այսպես եթե պարզ ասեմ, ըստ էության մեկի վրա Թութմոս է գրված, մյուսի վրա Ռամզես, ամենայն հավանականությամբ։ Եվ չորրորդը, գանձերի գանձը, այսպես եթե խոսենք, դա սարդոնիքս քարից պատրաստված գորդ կշռաքար է, գորդի պատկերով կշռաքար է, որի վրա արձանագրություն կա։ Մեկ սիկղ Ուլամ Բուրյաշի, որդին Բուրնա Բուրյարյաշի։ Սրանք կասիտական Բաբելոնի 16-15-14-րդ դարերի Բաբելոնի տիրակալների անուններ են, պատմական դեմքեր են, հայտնի են նրանց այլ գործունեություն եւ այլն, բայց այստեղ հետաքրքիր է այդ մեկ սիկղը։ Սա քաշի միավոր էր Բաբելոնում եւ կշռում էր հենց 8-6 գրամ, այնքան ինչքան որ այդ գորդ կշռաքարը։ Այս առարկաները ոչ միայն նաև անագը եւ շատ ուրիշ հարցեր գալիս են, նաև պատմագիտական որոշակի տեղեկություններ գալիս են լրացնելու հետեւյալը, որ ըստ էության հայկական լեռնաշխարհը, գուցե նաև մեծամորի տիրակալները, այստեղ նաև հարց է դրանք ինչ երկրի տիրակալներ են, քաղաք էր, համադաշնություններ, սրան կգանք, մտել էին Բաբելոն, Եգիպտոս դաշինքի մեջ ընդդեմ խեթական աշխարհի։ Կամ մասն էին կազմում այդ, այսպես ասենք, քաղաքակրթական ուղղվածության, չափուկշռային իշխանությունների եւ այլն։ Սա հետաքրքիր դիտարկում է, որովհետեւ ըստ էության այս արձանագրությունները ել իրենց տարիքով բավական հին լինելով, ամբողջական լինելով, ամենահիներից մեկն են մեր տարածաշրջանում հայտնաբերված։ Հա, այսինքն իրենք հայտնվել են այստեղ ամենայն հավանականությամբ առև կամ առևտրի միջոցով կամ առևտրի կամ որոշակի այսպես իշխանություն ճանաչելու, իշխանության խորհրդանիշ դառնալու, որպեսզի այստեղի կառավարիչը ուրեմն ունենա այդ իշխանության լիազորությունները կամ փաստվի նրա ընդունված լինելը մեծերի կողմից, աշխարհացողների։ Հա, դու որ այդ ասցիր, չգիտեմ ինչքանով մենք դա գիտենք, բայց իրոք քաղաքական իրավիճակից ինչ կարող ենք ասենք, ինչ որ պետական կարգից, բանից, գիտեմ որ հարցեր եմ տալիս, որ միգուցե տարօրինակ են հնագետի համար, բայց մի փոքր ես ուրիշ կողմից պատասխանեմ հարցին, որքան ես եմ նայում մեծամորը, ընդ որում պարբերաբար վերադառնալով եւ Էմմա Խանզադյանի օրագրերին եւ հնագիտական նյութին եւ ինչ որտեղ նաեւ տարածաշրջանին ինձ մոտ հետեւյալն է տպավորությունը, թեև Էմմա Խանզադյանն ասում է, որ սա Էթյունի երկրի մայրաքաղաքներից կամ արքայական քաղաքներից մեկն էր, իսկ Էթյունին դա այն տարածքներ, որտեղ այսօրվա Հայաստանն է մեծ հաշվով եւ Ուրարտուին ընդդիմ, բայց եթե մի փոքր էլ առաջ են գնում ավելի վաղ շրջան, ուշ բրոնզ եւ այլն, ըստ էության իմ մոտ այն տպավորությունն է, որ մենք գործ ունենք էլի համադաշնության կամ այսպես ցեղային միության վաղ պետական կազմավորման կարևորագույն քաղաքներից մեկի հետ, բայց ոչ թագավորանիստ։
ինձ թվում է այստեղ ավելի շատ մոգերի, արեստավորների, որը ըստ էության գաղտնիքների պահողներն էին, որտեվ Աստղադիտարանը, Մետաղաձուլարանը, ամենամեծ այդ հսկայական տաճարային համալիրը եւ այլն խոսում են այն մասին, որ այստեղ հա իշխանը վերնախավ եղել է եւ այլն, բայց ի վերջո акցենտը եւ ուղղվածությունը դեպի դա է, որտեվ ըստ էության մենք ունենք բավական մեծ քանակությամբ բրոնզից առարկաներ, պերճանքի առարկաներ, բայց շատ քիչ քանակությամբ, ընդամենը 2 նիզակի ծայր ունենք, մի քանի մոտ 10-ին հասնող նետասլակ ունենք, 2 փոքրիկ դաշույն ունենք, այսինքն որպես այդպեսին զենք շատ քիչ կա, գուցե թալանվեց, բայց հետը նաև այլ նյութեր կան, որոնք խոսում են դեպի այս կողմ գնալու մասին։ Հա, դա քշքիրա։ Իսկ այդ պահպանության հետ կապված կուզենայի նաև այդ հարցները բանանեի, որովհետև ինքը մոտ է գտնվում մեծ շինարարական տեղեր, ասենք մեծամոր ատոմակայանի, չէ, կառուցման ժամանակ արդյոք տուժել է, չի տուժել, դա եմ ուզում էլի հասկանալ։ Ուրեմն բավական հետաքրքիր է էլի, որովհետև մեծամոր գետի ջուրը ուղղվել է ժամանակին եւ հիմա էլ դեպի ատոմակայան, համապատասխան հովացման եւ այլ համակարգերի համար։ Եվ ըստ էության այն մեծ առում, որ ճանապարհը եզրով անցնում է, եթե մեծամոր է գալիս, դա բացվել է հենց այդ ժամանակ, այդ ընթացքում եւ այդ 100-ի հասնող դամբարանների մեծ մասը կարելի ասել փրկարարական կամ այսպես արդեն post-factum պեղված վնասի հետևանքով կամ վերացնելու եւ մաքրելու, որպեսզի շինարարությունը շարունակվի, սրա համար էր արված։ Երկրորդը բավական երկար ժամանակ այս տարածքում բամբակ է մշակվել եւ ինքը նույնպես տուժել է։ Ստորգետնյա ջրերը բավական բարձր են եւ նույնիսկ մենք լուսանկարներ ունենք եւ ժամանակը ովքեր պեղել են նախկինում աշխատակիցները Թանգարանի պատմեն, որ դամբարանում մենք նույնիսկ այսպես ջուր քաշող սարք էր դրվում, նասոս, որպեսզի պոմպը այդ ջուրը քաշի, որպեսզի դամբարանի հիմա բնականաբար բավական չորացած է տարածքը, ավելի քան նախկինում էր, բայց համենայն դեպս դամբարանում խորանալիս մենք տեսնում ենք, որ ավելի խոնավ է։ Հա։ Սրանք են, որ վնասել են, բայց բավական հիմա մանավանդ պեղումների ընթացքում փորձում են նաև կոնսերվացվում են, հնարավորության սահմաններում նաև ծածկվում են կամ ամրակայման որոշակի աշխատանքներ են կատարում, թեև բնականաբար հնագիտական մեծ կոմպլեքսը եւ ընդհանրապես հնագիտությունը ստեղծող չի, ինքը քանդող ցավոք կան մեթոդներ, որպեսզի չքանդես, բայց դա արդեն հող փորելը չի։ Այն մեր իմացած հնագիտության առաջին այսպես ասոցիացիան որ կա։ Հա, իսկ մի բան ուղղակի մտքովս անցավ, ուղղակի կապ չունի թեմայից, բայց հնագիտության հետ կապված, այս մեր նոր հայտնագործությունները, արհեստական բանականությունը, բանը օգնում է ինչ որ բանով, այսինքն ինչ նորություն կա գիտության մեջ, նյութի, չգիտեմ, դասակարգման, ժամանակագրությունը ճշտման, ինչ որ նոր բաներ ունենք։ Բնականաբար գիտության զարգացումը օգուտ տալիս է եւ դա մենք կարող ենք փաստել դեռևս շատ վաղուց 50-ական, 60-ական թվականների նույնպես տեխնոլոգիաները դրան գալիս էին։ Ժամանակին ստեղծվեց օրինակ ծրագիր, որ իմ գործընկերն է դրսում դա տեսել եմ, իմ վերականգնող մասնագետներն էին անում, լուսանկարում էին կարասի բեկորները կամ սափորի բեկորները, հետո ծրագրի մեջ գցում էին, տեսնեն որը որ կտորն էր։ Մեր մասնագետները միանգամից այսպես նայեցին, ասացին դե լավ էլի։ Թողեք մենք ձեռքով չէ։ Իսկ հնագիտ արդեն բուն, եթե մենք հուշարձանի փաստակ ուսումնասիրությանն են գալիս, դեռ մեծամորում առաջին անգամ օգտագործվել է ուղղաթիռ, որը վերևից նկարել է ամբողջ հուշարձանը դեռևս 60-70-ական թվականներին։ Այն ինչ որ այսօր դրոններով են անում։ Հա, այն ինչ որ հիմա մենք դրոններով ենք անում, իրենք ուղղաթիռով էին անում եւ այդ լուսանկարները կար եւ մենք մի քիչ էլ նաեւ մեծամորցիները գլուխ են գովում, ասում են ամեն Թանգարանի դիմաց ուղղաթիռ չի կանգնել։ Մենք ունենք այդ լուսանկարը։ Բնականաբար հիմա սարքեր կան, որոնք սկանավորում են գետնի տակը, որոշակի ուրեմն խորության վրա կառույցները բացում են եւ ավելի այսպես տեղային է ուսումնասիրում, արժի մոտենալ, չարժի մոտենալ, սա կա գիտությունը, կան տեխնոլոգիաներ, որոնք օրինակ պեղելուց հետո որպեսի շերտը հանես, նոր շերտի հասնես, փաստագրում ես առաջ մի քանի ֆոտո էին անում, հիմա եռաչափ մոդելները արվում են
ցանկացած պահի տանը կամ աշխատանքի վայրում նստած կարող ես վերադառնալ արդեն իսկ գոյություն չունեցող հատվածի, այնպես որ սրանք գիտությունը օգնում է, բայց միևնույն ժամանակ մարդկային գործոնը կա ու գլխավոր պիտի լինի այսպիսի առումով։ Իրականում մենք գերագնահատում ենք իհարկե տեխնիկական նորամուծությունները, բայց ամեն դեպքում մաշտը մնում է այդ առանցքային գործոնը այդ ամեն ինչում։ Մենք վրթանգարանից խոսեցինք, ես ցավով ուզում եմ նշեմ, որ երևի այդքան էլ այցելվող թանգարան չի, դրա համար կուզենայի, որ դու մի հատ իման մեր դիտողներին ներկայացնես, ոնց հասնեն, ոնց գնան, երբ է աշխատում, մի քիչ գովազդենք էլի։ Շատ լավ, ուրեմն Մեծամոր թանգարանը գտնվում է Երևանից մոտավորապես 40 կիլոմետր հեռավորության վրա, Էջմիածից դեպի Արմավիր գնացող ճանապարհի վրա Տարոնիկ գյուղում։ Ճանապարհը բարեկարգ է, միանգամից ասեմ, բարեկարգ, Երևանում նույնիսկ գուցե այդպիսի հատված չլինի, որ ասֆալտապատ առանց փոսերի է, այսինքն ցանկացած մեքենա կարող է գնալ, թանգարանը աշխատում է 3 շաբթիից կիրակի, թանգարանային աշխատանքային ռեժիմով ժամը 10-ից մինչև ժամը 6-ը, կիրակի օրին մի քիչ ավելի քիչ, կարճ, 2 շաբթի ազատ օրն է, դուք ունեք եզակի հնարավորություն թանգարանի 2 հարկերում տեսնել մի քաղաքի պատմությունը, 5000-ամյա պատմությունը, տեսնել հատուկ զետեղարանում այն ամեն ինչ որ մենք խոսեցինք ոսկին, ոսկեղենը, զարդերը, գորտը, կշռաքարերը եւ այլն։ Դուք կարող եք հնավայրում զբոսնել եւ տեսնել Պարիսպները Կիկլոպյան, դուք կարող եք տեսնել Տաճարային համալիրը, Մետաղաձուլարանը, Աստղադիտարանը, Դամբարանները, իրենց մեծությամբ հետաքրքիր են։ Թանգարանում երբ բարբերաբար կազմակերպում են նաեւ հնավայրի տված հնարավորությամբ արիխաղան քննագիտություն, հատկապես երեխաներին է հետաքրքրում, արհեստական պեղավայր կա, պեղում են, խաղում են, վերականգնում են առարկաներ, մաքրում են, ցորեն են աղում աղորիկներով, այսինքն մետաղ են ձուլում, ապարանջան, նետասլակ, դաշույն, այսինքն բավական լավ եւ հետաքրքիր ժամանակ անցկացնելու բոլոր տարիքային խմբերի համար էլ կան հնարավորություններ եւ միջոցներ։ Մանավանդ ամառը կարող եք երեխաների հետ այցելեք եւ սեզոնը մայիսից մեծ հաճույքով թանգարանի աշխատակիցները կդիմավորեն, կընդունեն, պատմեն ամեն ինչի մասին։ Շնորհակալ եմ Արտավոս ջան, շատ հետաքրքիր էր եւ նաեւ ուզում եմ ասեմ, որ հիշեք Մեծամորի թանգարան գնացեք անպայման եւ անպայման գնացեք գրականության արվեստի թանգարանում բացված ժամանակավոր ցուցադրությունը։ Եվ հիմա գանք իմ ավանդական հարցին կամ հարցերին, երկու հարցերից բաղկացած, բան ինչու զբաղվել հասարակագիտությամբ, ինչու զբաղվել, չգիտեմ, հնագիտությամբ, պատմությամբ կամ այլ ինչ որ հասարակագիտական առարկայով եւ ոչ թե ավելի կյանքին մոտ, ավելի շուտ արդյունքը տեսանելի արդյունքը տվող գիտություններին, քիմիային, չգիտեմ, կենսաբանության եւ այլն, ինչու զբաղվել եւ երկրորդը ավելի անձնական, ինչու կոնկրետ դու որոշեցիր, որ պետք է դառնաս հենց այն ինչ որ դու դարձել ես։ Կարող ես սկսել որից ուզես։ Ես երկու հարցերը ըստ էության կմիավորեմ, որովհետեւ մեկը մյուսին կա նախապատմություն սրա։ Դպրոցում ինձ մոտ ստացվում էր պատմություն, որը ֆանտաստիկ սիրում էի 4-5-րդ դասանից կարդալ այն ամբողջ գրականությունը, ինչ որ կար մեր այդ տարիքի համար եւ մեծանալ, հատկապես Կուրտ Կերամի ասպասներ, դամբարաններ, գիտնականները, Զենոն Կասիդովսկի եւ Արևն Աստված էր եւ շատ ուրիշ գրքեր, բայց միևնույն ժամանակ եկավ տարիք, երբ որ ֆիզիկան նույնպես հետաքրքրեց եւ երկու ուսուցիչներն էլ ֆենոմենալ ուսուցիչներ էին, բայց ֆիզիկայի ուսուցչի, որ տարիներ հետո տեսա եւ հարցրեց վերջին ինչ ընտրեցիր, ասեցի պատմություն, ասես դա ամենալուրջ գիտությունն է եւ ամենաբարդ գիտությունը, ասում եմ, բայց պարոն Պողոսյան կամ ընկեր Պողոսյան, դուք ասում եք ֆիզիկան է գիտությունների գիտություն, ասես ֆիզիկան բնությունն է ուսումնասիրում, իսկ պատմությունը ուսումնասիրում է մարդուն, մարդուց բարդ բան։ Ես մոլորակում դեռ չկա։ Եթե այսպես հարցիդ այս կողմից գամ, մարդուն հասարակությունների անցյալ ուսումնասիրելը բազմաթիվ պատասխաններ է տալիս ինչպես չապրել այսօր եւ ինչի գնալ վաղը։ Սա էր, եթե պատասխանես։ Հա, հետաքրքիր է, ընդհանրապես այդ
ես էլ միշտ երբ որ այդ վեճը ունենում եմ, միշտ ասում եմ, որ ինչու նաև մարդուն բարդ է ուսումնասիրել, որտեղ մի մարդուն է բարդ ուսումնասիրել, բայց մենք հասարակագետները զբաղվում ենք միլիոնավոր, հազարավոր մարդկանց հանրագումարով, որտեղ մի մարդը կարող է փոխել այդ ամբողջ ընթացքը եւ ամբողջ զարգացումը, այդ առումով մեր փոփոխականները, որը մենք դնում ենք, շատ ավելի շատ է, քան մաթեմատիկական ֆորմուլաներում։ Հասարակ օրինակ մեծամորում 60 տարի եւ ավել ուսումնասիրությունները ավելի շատ հարցեր են տվել, քան պատասխաններ, ու այդ հարցի թվում է թե մի պատասխանը ստացել ես եւ հաջորդ հարցն է գալիս, որը խոսում է այն մասին, որ իրականում մարդուն ուսումնասիրելը, նրա մտածելակերպ ուսումնասիրելը, վերակազմելը եւ հասկանալը շատ ավելի հետաքրքիր ու բարդ է, քան այլ առարկաներ, այլ գիտություններ, այլ ոլորտներ։ Հա։ Դե ինչ, ուրեմն շարունակենք ուսումնասիրել մարդուն, փորձենք գտնենք օբյեկտիվ իրականության, մոտենանք, ես միշտ ասում եմ, անհնար է, երբ որ ասում ենք, որ մենք պատմաբաններս փորձում ենք վերականգնենք կամ հասկանանք ինչ է կատարել, մենք երբեք չենք երբեք չենք։ Մենք ընդհանրապես մոտենում ենք, փորձում ենք հնարավորինչափ մոտենալ, հնարավորինչափ քիչ բաց տեղեր թողնել եւ հիմնվենք հենց այն փաստական նյութի վրա եւ մեր երևակայությունը ավելի քիչ զոր տանք, այսպես ասած, եւ սա է մեր առաքելությունը։ Այո, եւ այդ առումով չխառնենք այն ինչ որ բան արեստական ինչ որ հավելումներով եւ թողնենք այն մնա մաքուր ինչպես որ ինքը կա։ Շնորհակալ եմ, թող գործին հաջողություն եւ հուսով եմ նորից կհանդիպենք մեկ ուրիշ թեմայի շրջանակում։ Մեծ սիրով։